Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, քանի որ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կարգավորման ոլորտը բավականաչափ ընդգրկուն է եւ բազմավեկտոր, ներառելով երկրի տնտեսական ենթակառուցվածքների զգալի մասը, ինձ հատկացված ժամանակահատվածում ես կանդրադառնամ 2024 թվականին իրականացված աշխատանքների առավել կարևոր եւ առանցքային հատվածներին։ Հարգելի պատգամավորներ, Սահմանադրաիրավական պահանջին, միջազգային փորձին եւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած հանձնառություններին համահունչ 2024 թվականին հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել էլեկտրաէներգետիկայի մասին եւ վերականգնող էներգետիկայի եւ էներգոարդյունավետության մասին նոր օրենքների լրամշակված նախագծերը, որոնց ընդունումը Եվրոպայի միության դիրեկտիվների պահանջների հաշվառմամբ սկիզբ կհանդիսանան էներգետիկայի բնագավառում բարեփոխումների երկրորդ փուլի համար։ 2024 թվականին լրամշակվել են հանձնաժողովի կողմից էներգետիկայի բնագավառի կարգավորման ուղղված հանձնաժողովի հիմնարար իրավական ակտերը, ինչպիսիք են էլեկտրաէներգետիկական մեծածախ եւ մանրածախ շուկայի առևտրային կանոնները, էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման եւ բաշխման ցանցային կանոնները, բնական գազի մատակարարման եւ օգտագործման, էլեկտրաէներգետիկական եւ գազամատակարարման համակարգերում սակագների հաշվարկման մեթոդիկաները, էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը, հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող հանրային կազմակերպությունների գնումների նկատմամբ պահանջները։ 2022 թվականի փետրվարի 1-ից ներդրված էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ռեֆորմը ամենաարմատականը կարելի է համարել 2004 թվականին ոլորտում իրականացված բարեփոխումներից ի վեր։ Շուկայի մեկնարկից 3 տարի անց էլեկտրաէներգետիկական համակարգում մենաշնորհի մրցակցության փոխարինման արդյունքում ազատականացված հատվածում ձեռք բերվող էլեկտրական էներգիայի մասնաբաժինը էականորեն ավելացել է։ Մասնավորապես, եթե մեկնարկի առաջին տարվա 2022 թվականի արդյունքներով շուկայի ազատականացված հատվածի սպառումը կազմում էր ներքին սպառման շուրջ 5.3%, 23 թվականի արդյունքներով այն կազմել է 20.1%, ապա 24 թվականի արդյունքներով արդեն իսկ կազմել է 27.8%, իսկ 25 թվականի կանխատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 36%-ի։ Շուկայի ազատականացումն ապահովել է նաև նոր մրցակցային մասնակիցների մուտքն էլեկտրաէներգետիկական համակարգ։ 24 թվականի արդյունքներով մրցակցային հատվածում գործունեության լիցենզիա են ունեցել 20 մատակարար, 6 մեծածախ առևտուր իրականացնող անձ, թրեյդերներ, 144 մրցակցային էլեկտրակայաններ եւ գործել են 16 որակավորված սպառողներ։ Հանձնաժողովի կողմից լիցենզավորված 20 մատակարար կազմակերպություններից սակայն 24 թվականին շուկայում գրանցվել եւ ակտիվ գործողություն են ծավալել 6 մատակարար ընկերություններ, որոնց կողմից մրցակցային սպառողներին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը կազմել է 1 միլիարդ 54 միլիոն կիլովատժամ։ Շուկայի ազատականացումը կողմնորոշիչ ազդակ է ոլորտում հետագա ներդրումների, այդ թվում օտարերկրյա խթանման ու ներգրավման համար։ Պետության կողմից տրամադրվող երաշխիքներից հրաժարվելու եւ ամբողջությամբ մրցակցային տիրույթում գործելու պայմանով 2024 թվականի արդյունքներով հանձնաժողովի կողմից լիցենզավորվել են 20 արևային կայաններ, ընդհանուր 120 մեգավատ գումարային հզորությամբ, որոնց ներդրումն էլեկտրաէներգետիկական համակարգում կազմելու է շուրջ 28 միլիարդ դրամ։